ձեզ բոլորիդ։ Խնդրեմ։ Վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից հետո դուք ի պատասխան դրան տեղեկացրեցիք, որ բանակցային փաստաթղթերը մինչև տարեվերջ կհրապարակվեն։ Սերժ Սարգսյանը սա որակեց խոստում, որը կարողացան կորզել ձեզանից, ինչպես կարծեկանք եք դրան ինչ բացահայտումներ կլինեն այդ փաստաթղթի հրապարակումներից եւ երկրորդ հարցս ներողություն եմ խնդրում, դուք ձեր էջում հրապարակեցիք ռոբոտը գրպից գրելով, որ մեր զինվորների նոր բարեկամն է։ Համանցածում տարբեր տեղեկություններ կան, որ սա պատվիրված ինչ որ անորակ սարք է, օրինակ Թեմոյից։ Այդ քննադատություններին ինչպես է արձագանքում։ Ես շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին, որ տենց մեծ հաջողություն ունի։ Հույս ունեմ իր կենսագրության մեջ դա կնշի, որ մենք կորզեցինք խոստում։ Ես քանի ամիս է խոսում եմ դրա մասին։ Եվ եթե մի քիչ մտածեք եւ մտածեն, կիմանան ինչ փոխվեց եւ ինչի եմ հիմա եւ ինչի եմ ասում միջև տարվա վերջ։ Ինչն է պատճառը, որ ասում եմ միջև տարվա վերջ, բայց հրապարակ պահին գուցե կմեկնաբանեմ։ Չէ, ես ուզում եմ ասեմ, որ ասել եմ, որ փաթեթը հրապարակեմ միջև տարվա վերջ, դա պատճառ ունի, ինչի, որովհետև ես նախկինում ասել եմ, որ մենք կհրապարակենք։ Քանի ամիս առաջ եմ հրապարակային քանի ամիս առաջ եմ հրապարակային ասել, որ հանձնարարել եմ, որ պատրաստ են։ Ոչ, ընտրություններին ընդառաջ չի։ Ոչ, լավ, հիմա ասեմ, որովհետև հասկանում եք, ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Իսկ Սերժ Սարգսյանի, այո, Սերժ Սարգսյանի նամակը հիմա ես հանձնարարել եմ գաղտնազերծման գործընթացը տեղի ունենում, չէ, ինչի ուղղված։ Այլ երկրի ղեկավարի ուղղված։ Ես այդ նամակի մասին Ես այդ նամակի մի րոպե ներողություն եմ ժողովուրդ ջան, ինչ կլինի, ես գնամ դուք հարցազրույցան։ Դե հերթու կարգ պետք է լինի, չէ։ Հիմա չեմ կարող ասել, կհրապարակեմ կտեսնեք։ Իսկ ռոբոտը։ Հա, ռոբոտը դե ինչ ասեմ։ Հիմա գիտեք, ուշադիր նայեք, կտեսնեք, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, հայ իմիջայլոց, ես քանի որ հրապարակային առաջարկել եմ, կարծում եմ անարդար կլինի, եթե նույն առաջարկը ձեզ չանեմ, չնայած երեք պաշտպանության նախարար հետ խոսում էինք, որ պետք է այդ նույն առաջարկը ձեզ անեմ, որովհետև դուք տեսել եք, որ ես առաջարկել եմ, քանի որ շատ քննարկումներ կան, քննադատություններ կան, որ Հայաստանը պաշտպանության ծախսերը բան անում, կրճատում է, Հայաստանը զինաթափել է բանակը, էս արել են արել, ես լրագրողներին առաջարկում եմ առանց տեսախցիկների, առանց բանի, հա, նույնիսկ առանց գրիչների, եթե պայմանավորում ենք, որ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, առանց հեռախոսների եւ եթե որևէ մեկը ստանձնի ցուցակ ձևավորի են լրագրողների, ովքեր պատրաստ են նաեւ հետագայում որևէ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես ձեզ պատրաստ եմ տանել եւ մոտիկից ծանոթացնել եւ շների հետ, եւ կատուների հետ, եւ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ, եւ դուք այդ հարցի պատասխանը անձամբ կտեսնեք, այդ բոլոր քննադատությունները հիմք ունեն, թե հիմք չունեն։ Ես իմիջայլոց, երբ որ նախկին 3 ղեկավարներին գրավոր այդ առաջարկը արել էի, վերջում մի նախադասություն էի գրել, այդ նախադասության տակ բովանդակություն կա։ Ինչ վերաբերում է ձեր հարցին կոնկրետ, գիտեք, հիմա օրինակ վաճառքում կան, խանութում երևի, բայց վաճառքում կան, նայում ես Կալաշնիկովի ավտոմատ է։ Բայց ինքը որսորդական զենք է, այսինքն ինքը ակոսափող զենք չի, որսորդական զենք է ազատ վաճառքում գտնվող։ Երբ որ հիմա մենք դա դնենք, նույն տրամաբանությամբ, եթե ես դնեի Կալաշնիկովի ավտոմատի նկար, որ մենք ձեռք ենք բերել,
Ինչ-որ մեկը կարող էր որսորդական խանութում ազատ վաճառքի մեջ, ընդ որում քանի տոկոս էր զեղչով այդ նկարը դնել, ասել դե տեսեք այդ։ Դե եւ նաեւ այդ է պատճառը, որ ես այս վերջերս հաճախ եմ առակած առաջինը մեջ բերում, որտեղ ասում է Մեսրոպ Մաշտոցի զուր չի թարգմանությունը սկսել այդտեղից եւ մենք դա ավելի հաճախ պետքա հիշենք, որի մեջ կա նաև այս արտահայտություն, որտեղ ասում է ընկալել խոսքի բարդ դարձվածքները։ Մենք երբեմն շատ հեռու ենք մնում դրանից։ Համեցեք։ Պարոն Փաշինյան, Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում նաև հայտարարել է, որ պատերազմի ժամանակ երկրորդ թե երրորդ օրը հստակ չեմ հիշում, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա բանակցությունների, բայց դուք չեք լիազորել նրանց, ընդ որում բանակցությունները պիտի կայանային ոչ թե Վլադիմիր Պուտինի մակարդակով, այլ Լավրովի, եւ ձեր պատասխանը եղել է հետեւյալը, որ առանց այն էլ ԱԳՆ-ն ամենօրյա մակարդակում այդ բանակցությունները տանում է։ Նախ կուզենամ անդրադառնալ այս խոսակցություններին, արդյոք եղել է նման խոսակցություն թե ոչ, եւ Ռոբերտ Քոչարյանը արդեն որի անգամ կասկածի տակ է դնում օգոստոսի 8-յան իրողությունները եւ խաղաղությունը, ասում է, որ դա մեկ անձի ցանկությունից եւ տրամադրությունից կախված փաստաթուղթ է եւ առաջարկում է երաշխավոր կողմերը ավելացնել, այսպես ասած Չինաստանը եւ Ռուսաստանը կարող են դառնալ երաշխավոր այդ եռակողմ պայմանագրին եւ մեկ հավելում են Ռոբերտ Քոչարյանը, ասում է, որ 2026 թվականին հուսով է թուղթուկրիշ տայք գրել, կամ ոնց են հիշել։ 2026 թվականին հուսով է հայ ժողովուրդը այդ սխալը չի գործի, դուք չեք վերընտրվի եւ ինքը գալով հանրային համերաշխություն կիրականացնի, որովհետեւ իր բառերով ասած դուք չարեք ձեր իշխանությունը նույնպես։ Դե հատկապես Ռոբերտ Քոչարյանի հույսը վաղուց մեռած պիտի լիներ, բայց ինչ որ դիմադրումը չենք հասկանում ինչի հաշվին։ Հաջորդ հարցը, հա, իմիջիայլոց այդ բանի հետ կապված, Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ կապված, ես հետո տեսա, որ ինչ որ տոնակատարություն է եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ասում են փաստորեն ասում են Փաշինյանը քշերը չի քնել եւ բան արել, նայելա Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ես տանպես ամեն օր իմ աշխատանքային ժամը սկսվում է 5-ին, ժամը 5-ին եւ պիտի անկեղծ ասեմ, որ նույնիսկ ես որ իմացա, որ 5 թե 7 ժամանոց, այսինքն ես չգիտեմ, որ նոր ավարտվել այդ հարցազրույցը ընդհանրապես եւ 2 հոգու հավաքել եւ 5 ժամ խոսալ, այդ նշանակում է մարդը բան ունի, շփման ինչ որ խնդիր ունի։ Ճիշտ է, ես էլ 4 ժամանոց ասուլիս եղել է, նույնիսկ 5 անում եմ, բայց այդ դեպքում լրագրողները, այսինքն բոլոր ցանկացող հավատարմագրված կառավարության բոլոր ցանկացող լրագրողները մասնակցում են։ Ինչ վերաբերում է երաշխավորներին, մենք արդեն երաշխավոր ունեցել ենք։ Եվ այդ երաշխավորի մասին մեր պատկերացումներն են, որ մեզ համար ստեղծել են այն խնդիրները, որոնք մենք ունենք։ Եվ դա ակնհայտ է։ Ինչ վերաբերում է, հա, ներողություն, ես ուզում եմ հարցնեից դուք երբվանից եք լրագրող աշխատում, կներեք, վաղուց եք, բայց տասնյակ անգամ այդ թեմաներին անդրադարձել եմ։ 3 ղեկավարների գնալու, չգնալու եւ այլն եւ այլն։ Ես օթանավն եմ տրամադրել, ասել եմ ուզում եք գնաք, որ ուզում եք գնանք։ Այսինքն այդ թեման ինչի, այսինքն չեք զանգել ասել, որ իրենց ընդունեք այնպես, օրինակ ինչպես մեզ կընդունենք, որովհետեւ ասում է պետք է ամեն դեպքում իշխանությունից որ ձեր անունից բան լիներ։ Դե հիմա դուք ինձ ստիպում եք էլի անցնեմ խոսակցությունների ժանրին, ես Ռուսաստանի գործընկերներին ցույց եմ դրել, որ եթե իրանք ուզում են իրանց հետ շփվեն, ես դեմ չեմ։ Այսինքն իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք, հա, այսինքն ասեի, որ իրանք իրեքով են Հայաստանի վարչապետը։ Այդ ինչ է նշանակում, այդ ինչ արտահայտում է, իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք։ Այդ ինչ է նշանակում։ Այսինքն ասեի, իրանք իրեքով տրիումվիրատ է Հայաստանում ձևավորվել, ես այլևս Հայաստանի վարչապետ չեմ, իրանք իրեքով են Հայաստանի վարչապետ։ Բայց պատերազմը հանրային ժամանակ Հա, փաստորեն իրանք չեն ճանաչում, պետք է ես ասեի, որ իրանք Հայաստանի նախկին
հարգելիներս, իրանք ասել են, որ տենց ցանկություն ունեն, ես ասել եմ, խնդրեմ, Օթանավն էլ ասել են, վերցրեք գնացեք, որի վրա գրած է Հայաստան, թող գնային։ Եվ 29,000-ի մասով պարոն Փաշինյանը այդ մասով չպատասխանեցիք, ասում է սահմանափակում եք, երբ որ պահանջներ չունեք, սահմանափակում եք այդ 29,000-ի մեջ, մեզ արդեն գործոն չեն ընկալում։ Դե գիտեք, այդ թեմային էլ եմ տասնյակ անգամներ անդրադարձել։ Այդ խնդիրը, այդ հայցակարգը, որ երբ որ մենք ասում ենք սա մեր ինքնիշխան տարածքն է, մեր սահմանն է, այդ ճիշտ է, որ մենք մեզ սահմանափակում ենք։ Դա ճիշտ է։ Բայց դա վատ է, որ մենք մեզ սահմանափակում ենք։ Որովհետև մենք մեզ սահմանափակելով, այդ սահմանով նաև ուրիշներին ենք սահմանափակում։ Եվ երբ որ ես ասում եմ, որ լեգիտիմությունը պետք է անգնի մեր արտաքին անվտանգության հիմքում, հենց դա նկատի ունեմ։ Երբ որ ասում եմ, որ 18 տարեկան մեր երեխեքին տանում ենք խրամատում դնում ենք եւ ասում ենք մենք մեզ չենք սահմանափակում։ Ուրիշներն ասում են շատ լավ, դուք ձեզ չեք սահմանափակում, մենք էլ չենք սահմանափակում։ Եթե մենք ասում ենք, որ այստեղ սահման չկա, եւ հետեւաբար այդ սահմանը մեզ չի սահմանափակում, ուրիշներն էլ ասում են շատ լավ, եթե սահմանը ձեզ չի սահմանափակում եւ այդտեղ սահման չկա, ուրեմն մեզ էլ չի սահմանափակում։ Դե եկեք տեսնենք, ում ավելի շատ կսահմանափակի եւ ում պակաս կսահմանափակի։ Եվ ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Հիմա օրինակ ես ձեզ ասում եմ, որ եկեք ես պատրաստ եմ հրավիրել լրագրողներին եւ գնանք ձեռք բերենք մեր սպառազինությունները։ Հարց չի ծագում, ինչու մենք այդ սպառազինությունները, որ այսօր ձեռք ենք բերում, ինչու ձեռք չենք բերում, օրինակ նախկինում։ Իսկ նախկինում ձեռք կամ ինչու ենք հիմա կարողանում ձեռք բերել, իսկ նախկինում ոչ։ Ես դրա մասին կարծեմ հրապարակային գրել էի։ Կետերից կարևորագույնը մեկն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա։ Եվ այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում են ամենայն հարգանքով, բայց մենք ձեզ սպառազինություն չենք կարող վաճառել, որովհետև մենք չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն չեք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Սահմանը դրա համար է։ Եվ առաջին բուֆեր, ես առաջկայում սրա մասին, բայց լավ հրապարակային մանրամասն խոսելու եմ, էլի, չպատմեմ ամեն ինչ։ Վարչապետ իրար հաջորդելով հարցազրույցներ տվեցին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, արդեն տեսել եք ձեզ մեղադրեցին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու մեջ, պատերազմ հրահրելու մեջ, փոխ լրացնող էս իրար շարունակող հարցազրույցները ինչ միտում ունեն ձեզ։ Այդտենց բան են ասա, ես Ղարաբաղը ես դուրս եմ թողել բանակցային գործընթացից, հա, ասել ես բանակցային լսեք, ինչ շատ լավ, պատերազմ, փակուղի, մի րոպե, պատերազմ, փակուղի, պատերազմ, շատ լավ, ես հիմա ասում եմ, արդեն 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմանին զինվոր չի զոհվում։ Հիմա եթե 2018 թվականի եւ ասում եմ, որ նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, ոչ մի, որ այսպիսի իրավիճակ չլինի։ Հիմա եթե 2018 թվականին չկար պատերազմ, ինչ են զինվորները զոհվում սահմանը։ Պատերազմը ո՞րն է։ Պատերազմը այն է, երբ որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում։ Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 18-ից առաջ։ Քոչարյանը մեր չեն կրակում, որովհետև ինչ ուզում են ստանում են։ Իր վերջին հարցազրույցին առանց կրակելու ինչ ուզում են ստանում։ Ինչ։ Նկատիվներ Հայաստանի տարածքում։ Ես ձեզ նոր քիչ առաջ շատ երկար եւ մանրամասն ներկայացնում էի Հայաստանի ինքնիշխանության եւ լեգիտիմության կոնցեպտը։ Այստեղ պետության կոնցեպտի մասին է խոսք։ Պետության կոնցեպտի մասին է խոսք։ Երկրորդը փակուղու մասին։ Եթե փակուղու մասին չէր, էլի ես զարմանում եմ, որ հրապարակային հայտարարություններից հետո էլի տենց մեկնաբանություններ են հնչում։ 2018 թվականի ապրիլի
արձագանքեց դրան պարոն վարչապետ, ասում է մինչև այդ էլ բազմաթիվ անգամներ բանակցությունները մտել են փակուղի, բայց այդ թվում 2016 թվականի ապրիլին, ճիշտ է, հա։ Դուք չգիտեք։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին չեք լսել։ Էդ էլ փակուղի մասին։ Բա ինչի էր այդ պատերազմը սկսվում։ Բան չէր այդ պատերազմը։ Հեսա Միչայլոց շատ լավ զուգահեռ։ Հեսա որ բանակցային փաթեթները հրապարակվեն եւ դուք կարդակեն ինչի վրա ես հղում եմ արել 2016 թվականի ապրիլի առաջարկությունը, 2016 թվականի հուլիսի կամ հունիսի առաջարկությունը, 2016 թվականի օգոստոսի առաջարկությունը, այս բոլոր հարցերի պատասխաններ Սերժ Սարգսյանի նամակը կկարդաք եւ կտեսնեք բանակցությունները իմիջայլոց խոսում են ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է, ճիշտ է։ Հիմա դուք, երբ որ այդ փաթեթը հրապարակվի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է։ Ինձնից առաջ։ Այս պահին չեմ ասում։ Պարոն վարչապետ, համացանցում տեղեկություններ կան, որ ստեղծվել է Հայաստանում նոր արտաքին հետախուզական ծառայություն, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության եւ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության աջակցությամբ, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք նոր արդեն գործող արտաքին հետախուզական ծառայություն է, թե այլ բան, եւ մեկ հարց էլ, դուք նշեցիք, որ մայրաթուր կգնաք այն ժամանակ, եթե չեմ սխալվում, ասացիք միջև ամբողջությամբ մաքրվեք, շատ մեղքեր ունեք, հա, պարոն վարչապետ, շատ մեղքեր ունեք, չասեցի ամբողջությամբ, ասի բավական չափով։ Լավ, իսկ բավական չափի համար ձեզ քանի տարի է պետք կամ տասնամյակ, ինչքան ժամանակ է պետք։ Կապրենք, կտեսնենք։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, կներեք ընդհանրապես չեմ մեկնաբանի, ոնց ասեմ, որ ձեզ համար հանկարծ վատ չէ ինչի, որովհետև այդ ինչ որտեղից եք կարծում։ Արման Բաբաջանյանն է տեղեկացրել հանրապետություն ծառայության։ Դե կներեք դա անհետեցություն։ Իսկ չկա այդպիսի Հայաստանի Հանրապետությունում երբ է ստեղծվել 2024 կամ 23 թվականին ստեղծվել է արտաքին հետախուզական ծառայություն։ Այդ ծառայությունը ստեղծվել դրանից առաջ ընդունվել է օրենք։ Հետո ընդունվել է կառավարության որոշում։ Կառավարության որոշումից հետո կարող է process-ները գաղտնի են տեղի ունեցել։ Սա դա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ օրենքներով որոշումներով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն։ Ամերիկան եւ Բրիտանիան կապ չունեն, կապ ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, իսկ արտաքին հետախուզական ծառայությունը, ինչպես ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն համագործակցում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, մյուս երկրների, գործընկեր երկրների արտաքին հետախուզական ծառայություն։ Ինչ? Բացառում եմ, որ ստեղծվել է եւ ես չգիտեմ, եւ նույնիսկ բացառում եմ, որ առանց իմ որոշման նման բան կարող է ստեղծվել։ Գնանք մեկ հարցել պարոն վարչապետ, ի վերջո 207 միլիոն դրամը, որ մինչև օգոստոսի 8-ը գաղտնի որոշումներով տրվել է ՀԿ-ներից մեկին, ինչ նպատակով է տրվել, իրենք ինչ են արել եւ արդյոք այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ կա անդադար խոսում եք, իրենք են մշակել